Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Մեր եկեղեցիները չուլանացված են։ Փաշինյանի մեր եկեղեցիները չուլանացված են արտահայտությունից հետո դարձյալ հայ հասարակությունը ցնցվեց, կարդալով նրա ֆեյսբուքյան գրառումները։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնոր Արշակ arczepiskopos Խաչատրյանը գրել էր, որ հուշարձանի կարգավիճակ ունեցող սրբավայրերի պահպանության առնչությամբ դեռ 2019 թվականի սկզբներից եկեղեցին մի շարք անգամներ դիմել է պետական մարմիններին եւ ընդգծել արկա հարցերը համատեղ քննարկելու անհրաժեշտությունը, ինչը առ այսօր անարձագանք է մնացել։ Ցավալի է սակայն, որ նման նուրբ հարցի շուրջ արտահայտվելիս անգամ այդպիսի բարձր դիրք զբաղեցնող անձը չի կարողանում չցուցադրել նորաձև հռչակված կրթության պակասը, ինչպես նաև հանրային պատշաճ հաղորդակցության եւ խնդիրների խորքային ըմբռնման ներքին ճգնաժամը։ Նման օրինակ արձագանքներ էին հնչեցրել նաև Շիրակի թեմի առաջնորդն ու հոգևոր դասի այլ ներկայացուցիչներ։ Փաշինյանն անցավ վիրավորական հռետորաբանությանը։ Սրբազան գնա շարունակիր քերուտ կնգան ինձ հետ ինչ գործ ունես։ Այսքանով չսահմանափակվեց Հայաստանի վարչապետը, շարունակեց մեղադրական տոնով գրել քահանաների մասին։ Իսկ անհրաժեշտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսած դասից քանի հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին։ Ոմանց հուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ, մեր հոգևոր վերնախավի կեսը նույն վիճակում է ու դա ոմանց չի հուզում։ Իսկ ինչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը։ Նա զրկվում է պաշտոնից, աստիճանից եւ փիլոնից։ Հիմա ո՞րն է բարոյապես ավելի ազնիվ՝ կամավոր հրաժարական տալ, թե ընկնել մտատանջությունների գիրկը։ Տեսնես կլինի քննություն, տեսնես կբացահայտ իրականությունը։ Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից։ Որևէ մեկի անձնական կյանքը որևէ մեկի գործը չէ, բայց ժողովուրդը իրավունք ունի ունենալ եկեղեցի, հոգևոր ու բարոյական արժեքներ։ Երևույթը նոր չէ, երևույթի դրսևորման կերպն է, որ արդեն արտահայտում է բունեությունն ու պատկերը Բագրատ arczepiskopos Գալստանյանի արձագանքն է։ Ես դեռ տարիներ առաջ էր, երբ ասացի, որ սրանք փողոցից տուն չեկան եւ չեն պատկերացնում իրենք ովքեր են, ինչ պաշտոններ ունեն, ինչպիսի վարքագիծ, կենցաղավարություն պետք է ունենան, դա մնացել է, այսինքն ոչ մի բան չի փոխվել։ ԿՊԱ-կան падգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասում է, կարող են լինել նման սուր արտահայտություններ ու որակումներ, եւ ինքն այդպես կմեկնաբաներ։ Որ մենք թե եկեղեցական, թե եկեղեցից դուրս գտնվող բոլոր սրբապիղծների դիմակը պատրելու ենք հերթով, անուն առ ազգանուն։ Ում մասին է գրում Փաշինյանը, ով է գրառումների հասցեատերը, իշխանականներն ասում են, հետո կիմանանք։ Ընդդիմադիրները կոշտ են քննադատում երկրի ղեկավարը չի կարող թույլ տալ իրեն նման բառամթերքով արտահայտվել, այն էլ եկեղեցու ու հոգևոր դասի ներկայացուցիչների մասին։ Կատարված ընդդիմությունը սահմանային իրադրությունից ուշադրությանը շեղելու իշխանական փորձ է համարում։ Այս պահվածքը կապում է նաև Բեռնում ընթացող միջազգային համաժողովի հետ, որը նվիրված է Արցախի ժառանգության պահպանությանը եւ որին մասնակցում է վեհափառը։ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հրապարակային արշավ էր սկսել հայ առաքելական եկեղեցու դեմ։ Մայիսի 30-ին, չէ, 3 կառավարության նիստին մայիսի 29-ին այդ արշավը շարունակեց վարչապետի աթոռին նստածը։ Այդ գրառումը անարգալից լինելով ուղղակի պարզ խուլիգանություն է։ Նման ոչի գրառում երկրի ղեկավար չի կարող իրեն թույլ տալ։ Մինչդեռ համացանցում քննադատության ալիքը ձնագնդի պես խոշորանում է, իսկ Փաշինյանն աշխատանքային այցով Շիրակում էր։ Զարմանահրաշ ազգ քաղաքակրթությունների խաչմերուկում քիչ հայտնի երկիր ամեն ինչի ճամփաբաժնում։ Բռնապետներով հայտնի մեր թշնամու մասին միջազգային մամուլի հրապարակումներում է, հայտնի չէ, թե ինչ գին են ունեցել դրանք, բայց հոդվածագիրները հավանաբար զարգացած երևակայություն ունեն։ Փողի նկատմամբ սերն այստեղ ակնհայտ է։ Գեղարդ վերլուծական հիմնադրամն է ադրբեջանական վճարովի քարոզի մասին հոդված հրապարակել։ Ադրբեջանական քարոզչությամբ 2 հոդված են հրապարակել։ Հեղինակները չեն էլ թաքցրել, որ վճարի դիմաց են քարոզչական նյութեր գրել։ Ավելին, նույն խմբագրումներով են անցել նյութերը, կարծես հոդվածները գրել են ուղիղ Բաքվից ստացված ցուցումներով։
Արևելքի ու արևմուտքի այս խառնուրդը հեղինակների ձևակերպմամբ զբոսաշրջիկին անծանոթ մի վայր է։ The American Spectator-ը կարծում է, որ միգուցե Ադրբեջանը երեկոյան նորությունների գլխավոր թեման չէ, իսկ The Christian Post-ը ձևակերպում քիչ հայտնի Ադրբեջանը, որը շատերը, այդ թվում այս սյունակի ընթերցողները կարող են անգամ չգտնել քարտեզի վրա։ Ըստ ուսումնասիրության միջազգային իմիջ կերտելու համար ադրբեջանցիները պատվիրել են մասնավորապես շեշտը դնել իրենց հանդուրժող լինելու վրա։ Բաքվի քարոզն անող այս հոդվածներում Հայաստանը ներկայացնում են բացասական լույսի տակ։ Հոդվածներից մեկը նույնիսկ պնդում է, թե Հայաստանը այլ ոչ թե Ադրբեջանն է սկսել պատերազմը, օկուպացնելով Ադրբեջանի միջազգայինորեն ճանաչված տարածքի մեծ հատված։ Հայաստանն է ականներ տեղադրել ոչ թե պաշտպանվելու, այլ ադրբեջանցի տեղահանված ընտանիքների վերադարձը խոչընդոտելու համար։ The Christian Post-ը խաղաղության հաստատման պատասխանատվությունը կապում է Հայաստանի դիրքորոշման հետ։ Սահմանային սադրանքին զուգահեռ Ադրբեջանը փողերը չի խնայում քարոզչության համար, հերթականն է, ասում է ադրբեջանագետը։ Դա ընդունված ֆորմուլա է ադրբեջանցիների պարագայում, ընդունված եւ աշխատող, անգամ չեք էլ կարող պատկերացնել, թե Մերձավոր Արևելքից մինչեւ Եվրոպա ու Հյուսիսային Ամերիկա, թե ինչ ծավալներով են պարբերականներին կաշառում, ինչ գործարքների մեջ են մտնում։ Իսկ ինչու են սա անում տարբեր պատճառներով, ասում է փորձագետը։ Ալիևի PR կատարածուները փորձում են մաքրել բռնապետի հանցագործ տխրահռչակ անցյալը ու հետագա քայլերի համար հող նախապատրաստել։ Իրենց տեսանկյունից սա խստագույն անհրաժեշտություն է, որովհետև եթե հանցակազմերը մի շարք միջազգային հանցագործությունների, սարսափելի ոճրագործությունների ապացուցված չլինեն, գուցե այսքան գումարներ վատնելու անհրաժեշտություն չլիներ։ Ռազմական լսարություններ, անդադար հասարակությանը ահաբեկելու փաստը։ Հոդվածագիրները հավանաբար Բաքու են գնացել որպես իրենց հարգող լրագրողներ տեսնելու, հետո միայն գրելու, բայց նրանք եղել են իրենց որակմամբ հանդուրժող երկրի բանտերում, որտեղ խոշտանգում են ու մեղադրանք են հնարում։ Հարց է առաջանում, հոդվածագիրները ուրիշ որևէ երկրում հանդուրժող մարդասպան ու վանդալ տեսել են արդյոք։ Մայիսի 20-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել Հայաստան Միացյալ Թագավորություն պաշտպանական հերթական խորհրդակցությունը, քննարկվել են Հայաստանի զինված ուժերի կերպափոխման գործընթացը, ինչպես նաև գործակցության առաջնահերթ ուղղությունները, տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցեր։ Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է 25-26 թվականների գործակցության ծրագիրը։ Ուրախալի է տեսնել Հայաստանի առաջնորդող դերը տարածաշրջանային դիվանագիտության ասպարեզում։ Այս մասին գրել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերի փոխտեղակալ Ջոշուա Հաքը, անդրադառնալով ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ զրույցին։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի ջանքերի մասին արդյունավետ զրույց ունեցավ ազգային ժողովի փոխնախագահ եւ հայ-թուրքական կարգավորման հարցի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ։ 2025-ի մայիսի 30-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերի օգնականի տեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակությանը։ Բայրամովը տեղեկացրել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող վիճակի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ներկայվիճակի եւ հեռանկարների, ինչպես նաեւ առկա խոչընդոտների մասին։ Ռուսական պատվիրակությունը հունիսի 2-ին պատրաստ կլինի Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլին, այս մասին հայտարարել է Դմիտրի Պեսկովը։ Ռուսաստանի Դաշնության մամուլի քարտուղարն ասել է, որ Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցի բարձր մակարդակով բանակցություններին, բայց նախ պետք է արդյունքի հասնել պատվիրակությունների հանդիպման ժամանակ։ Գազայի հատվածում բազմաթիվ սովի մատնված պաղեստինցիներ ներխուժել են ՄԱԿ-ի պահեստներից մեկը։ Պարբերականը նշում է, որ հազարավոր պաղեստինցիներ ներխուժել են Գազայի հատվածի կենտրոնական շրջանում գտնվող Դեյր ալ-Բալահ քաղաքի պահեստ, պոկելով շենքի մետաղյա պատերի որոշ հատվածներ եւ հուսահատորեն փորձել են սնունդ հայթայթել։ Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 67 մարդ, վիրավորվել 184-ը, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Չինացի պարապլանիստ Պենգ Յուցյանը ողջ է մնացել 8598 մետր բարձրության վրա պատահական թռիչքից հետո։ Ջերմաստիճանն այնտեղ եղել է -40 աստիճան։ Պարապլանով ուսումնամարզական թռիչքի ժամանակ օդի ուժգին հոսքը նրան հանկարծակի վեր է բարձրացրել, սակայն տղամարդը կարողացել է պահպանել պարապլանի կառավարումը եւ վայրէջք կատարել։
Չինաստանում հաջողությամբ իրականացվել է XZY-1 հեղուկ թթվածնով մեթանով աշխատող բազմակի օգտագործման հրթիռի առաջին փորձնական թռիչքը։ 26.8 մետրանոց հրթիռը ծովից արձակվել է Շանդուն նահանգից, բարձրացել մոտ 2.5 կիլոմետր եւ 125 վայրկյան հետո հաջողությամբ վայրեջք է կատարել ջրի վրա։ Սա Չինաստանի պատմության մեջ նմանատիպ հրթիռի առաջին հաջող փորձարկումն է։ Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարի գլխին տակդիր են հագցրել։ Հունիսի 23-ին նա լքում է պաշտոնը, որը զբաղեցնում էր 2023 թվականից։ Որքանով է քաղաքապետարանն իր գործունեության մեջ թափանցիկ հանրության եւ քաղաքացու ձայնն էլ լսելի դարձնում։ Տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին քաղաքապետարանի բյուջեն պլանավորելու հարցն է նաեւ հետաքրքրում։ Որոնք են դրա թույլ կողմերը քաղաքի բյուջեի հաստատման եւ կատարման փուլերում, ինչու հանրային ակտիվ մասնակցություն չկա։ Վերլուծությունն է ցույց տալիս անցած 2 տարիներին հանրության ներկայացրած առաջարկները չեն ընդունվել։ Եթե նայում ենք թույլ կողմերի հիմնականում դա ոչ մեքենայի ընկերների տվյալներն են, առանցքային բյուջետային փաստաթղթեր, PDF ֆորմատն է, որը վաղուց պետք է որ անցնեն այս մեքենայի ընկերների ֆորմատի։ Քաղաքապետարանում բյուջեն կազմելիս կարծես թե կարիքների գնահատում չի կատարվում։ Օրինակ են բերում քննարկմանը մասնակիցները։ Օրինակ քաղաքում աղբամանների տեղադրման կամ քաղաքը աղբից մաքրման հարց է բարձրացվում։ Մի քանի բարձրաձայնումից հետո հարցը լուծվում է, սակայն համակարգային լուծում չկա։ Մենք մի Facebook-ով է սոցիալական հարթակներով կարող է կատարվել, որպեսզի հասկանանք քաղաքապետարանի ծառայություն ծախս վիճակը ինչպիսին է։ Դա բավականին ոչ խորությամբ է արվում, ակտիվ չի արվում, ընդամենը մի անգամ 2-3 ժամով հավաքվում են, բնականաբար այն ինչ որ դուք ասում եք, դա անհրաժեշտ է շատ ավելի լուրջ ուսումնասիրվի այդ կատարողականը, ավելի մասնակցային լինի։ Ոչ բովանդակային գնահատական տրվեց նաև քաղաքին վերաբերող հանրային քննարկումներին։ Այդպիսին է եղել նաև անցած տարի։ Երևանի կենտրոնում անցկացված քաղաքի գլխավոր հատակագծի քննարկման ընդամենը 11 հոգի է մասնակցել։ Նրանցից 10-ը քաղաքապետարանի աշխատակազմից են եղել։ Անհանգստացնող պատկեր է հանրային մասնակցության համար, նմանատիպ ռազմավարական փաստաթուղթ քննարկելիս։ Իրականում շահագրգռվածությունը չկա քաղաքապետարանի հանրային մասնակցությունը ավելի ակտիվացնելու եւ երբ տարբեր հանդիպումներում կամ քննարկումներում կամ նույն հարցումների ժամանակ խոսում ենք պաշտոնյաների հետ, բոլորը ասում են օրենքը ինչ ուզում է, մենք դա անում ենք։ Երկար ժամանակ է գործում է քաղաքապետարանի ակտիվ քաղաքացի հարթակը։ Այսպիսի հարց էլ հնչեց, ակտիվ քաղաքացի հարթակում ինչու են մայրաքաղաքի համար ոչ կարևոր եւ անհետաքրքիր հարցերը քննարկվում։ Փոխքաղաքապետ Գրիգորյանն է փորձում պատասխանել այդ հարցին։ Նա բացում է հարթակի կայքեջն ու ինչ է նկատում։ Օրինակ Կասկադի համագիրի արտահայտման 2 տարբերակների միջև քննարկումը Շարլ Ազնավուրին նվիրված քանդակի մրցույթի արդյունքների մասին կարծիքը, Մերգելյանի պուրակի վերակառուցման ծրագիրը։ Ձեր նշած հարցերի շրջանակը բոլորը իրար հետ, բոլոր հարցերը, բոլոր հասցեափոխությունները իրար հետ ունեն 2209 դիտում։ Իմ նշած հարցերը, որոնց մասին դուք չհիշատակեցիք, իրար հետ ունեն 79841 դիտում։ Եվ բացի այդ քաղաքապետի տեղակալը տեղեկացնում է, այնպես չէ, որ օրենքով նախատեսված է, որ քաղաքապետարանը նման հարթակ պետք է ունենա, բայց եւ Գրիգորյանն առաջարկեց օգտվել դրա բջջային հավելվածով տարբերակից, այն էլ ավելի լսելի է դարձնում հանրության ձայնը։ Լրատվամիջոցների հրապարակած տեղեկությունները հեռացնելու իրավունք են ներդնում Արդարադատության նախարարությունը, չնայած սա ուզում է տարածել նաև լրատվությամբ չզբաղվող մարդկանց վրա։ Ավելի պարզ, եթե օրինակ Facebook-ի անձնական էջում այսպես ասենք խնդրահարույց հրապարակում կա բառ առանձին նախադասություն կամ հենց ամբողջական նյութը։ Հիմնավորում են, թե մարդկանց անձնական ընտանեկան կյանքը բարի համբավն ու պատիվն են պաշտպանելու։ Սակայն ֆիքսենք վիրավորանքի ու զրպարտանքի դեպքում արդեն գոյություն ունի հերքման ու պատասխանի իրավունքը, իսկ պրակտիկայում քննվող գործերը բազում են։ Լուրը տարածողի գույքը կարող է կալանքի տակ հայտնվել, նրանցից միլիոնավոր դրամներ պահանջել։ Սահմանադրական դատարանի կողմից բավարար չեն համարվում անձի պատիվը, նշանապատվությունը եւ գործարար համբավը պաշտպանելու տեսանկյունից, քանի որ հեռացման իրավունքը եւս կարող է դիտարկվել որպես համարժեք պաշտպանության միջոց եւ շատ դեպքերում ավելի արդյունավետ, քան օրինակ հերքման եւ պատասխանի պահանջն է։ Նախագիծն ականներ է դնում մեդիա տարածքում մեկին մի բան դուրս չգա, դատարան կհասնի։ Այս օրենքն ընդդեմ լրատվամիջոցի կօգտագործի, պնդում են մասնագետները։
օրենքը նախատեսում է, որ կարող է հեռացվի ամբողջական նյութը, ինչը նույնպես վտանգավոր է, այսինքն նյութի մեջ պաշտոնյան կամ այլ անձ կարող է գտնել մի նախադասություն եւ պահանջ դնել, որ հեռացվի ամբողջական նյութը։ Դեպի դեպքում մենք չունենք կանխարգելիչ կամ հեռացման պահանջը դնող անձի ձեռքը բռնող պայմաններ, որտեղ ինչ ունենք մենք հիմա պրակտիկայում, օրինակ բարձրացվեց զրպարտության եւ վիրավորանքի համար ֆինանսական բեռը։ Ու հիմա մենք տեսնում ենք, որ տարբեր պաշտոնյաներ լրատվամիջոցների դատի են տալիս, դատական հայցերում օգտագործում են չափազանց մեծ անընդունելի պահանջներ գումարային, փոխարենը մենք լավարկենք, գնում ենք ավելի վատ տարբերակով, երբ սկսելու են զուգահեռ նաև հեռացման պահանջներ դնել։ Չկա որևէ մեխանիզմ, որպեսզի դատան դրանից օգտվելով համաչափությամբ դա կիրառի։ Նյութի չափի փոփոխությունը չի կարող հանգեցնել խոսքի ազատության սահմանափակման այն աստիճան, որ իմաստազրկվի դրա էությունը։ Այս վեճերով դատական գործերի հարուցումը նպատակ է շատ դեպքերում հետապնդում, որպեսզի լրատվամիջոցներին եւ լրագրողերին դրեսնեն։ Նախագծի հանրային քննարկումն ի դրաֆտում արդեն ավարտվել է, սակայն երկու գերատեսչություն առայժմ իր դիտարկումները չի արել։ Այսինքն դեռայն լրամշակելու են։ Ու թե արդեն վարչապետի աշխատակազմ ուղարկելու ենթակա տարբերակում մասնագիտական հանրույթի տեսակետները որքան ընդունված կլինեն, նույն մասնագետների պնդմամբ իրենց աշխատանքը խոչընդոտող օրենք գրողները պարզ չէ։ Մայրաքաղաքում մայիսի 30-ին նորից են հարձակվել իրենց մասնագիտական պարտականությունները կատարող բժիշկների վրա։ Պարոնյան փողոցում ծեծի են ենթարկել մի քանի բուժաշխատողի շտապօգնության վարորդին 33-ամյա Լևոն Գևորգյանին, բժիշկներին 30-ամյա Վարդան Վարդանյանին, 25-ամյա Հարություն Մկրտչյանին եւ վարորդ 36-ամյա Արմեն Մարտիրոսյանին։ Ըստ նախնական տեղեկությունների այստեղ հարձակման են ենթարկվել շտապօգնության վարորդները։ Բուժաշխատողները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայրում հայտնաբերվել է հողաթափեր, որը ըստ նախնական տեղեկությունների վիճաբանության մասնակիցներից մեկինն է եւ առնանման հետեր։ Ժամանել են ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի երկրորդ վաշտի պարեկները։ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնի պետ Երվանդ Նիկոյանը։ Մայիսի 29-ին գիշերը ժամը 1:10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Մարշալ Բաղրամյան փողոցում Վանաձոր քաղաքի սկզբնամասում լադան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել մայթեզրին կայանված վրացական համարանիշներով Mercedes բեռնատարի անիվներին եւ երկաթե հատվածին։ 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցները։ Օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկներն ու պարեկները։ Վիրավորներից երկուսին, ովքեր ծայրահեղ ծանր վիճակում են եղել, ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա եւ պատգարակներով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայում եղել է 5 հոգի, սակայն երկուսը հիվանդանոցում հետազոտվելուց հետո հայտնել են, որ իրենք չեն տուժել, իսկ երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Վիրավորներից մեկն էլ ժամկետային զինծառայող է, ով 40 օր հետո պետք է զորացրվի։ Իմ տեղեկություններով դեպքի վայրը ժամանել նաև ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչության պետը Խորեն Բարխոյանը։ Երևանում Հակոբ Մանանդյան եւ Հայկ Հովսեփյան փողոցների խաչմերուկում 19-ամյա Դավիթ Վերմիշյանը Կիայով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի եւ բախվել օպելին։ Դեպքը տեղի է ունեցել մայիսի 29-ին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին, ովքեր համադասարանցիներ են, նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Վրաերթի ենթարկված 3 հետիոտները, ովքեր անչափահասներ են, տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի պարեկները, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Մայիսի 28-ին մոտոցիկլի եւ ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:50-ի սահմաններում Ծարավաղբյուր փողոցում բախվել են Mercedes E300-ը եւ TVS Magnish-ի մոտոցիկլը։ Մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Մոտոցիկլավարին առաջինը օգնության են հասել Mercedes-ի վարորդը, քաղաքացիները եւ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապ օգնության բժիշկներն ու պարեկները։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով Mercedes-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։ Դեպքի վարում հավաքված քաղաքացիները նշում էին նաև, որ վիրավորին նաև օգնություն են ցուցաբերել ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի բարեկները Վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։ Մայիսի 29-ին ուժեղ քամին Երևանի Սուրենյան փողոցում երկու հաստաբուն ծառ է արմատախիլ արել ու տապալել։ Կոտրվել է նաև երկաթե էլեկտրայսյունը, ուժացներ չկան, երթևեկությունը նշված փողոցում դադարեցվել է։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ժամանել են նաև բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի պարեկները։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։